եթե իշխանությունը չլինի Քոչարյանն ու Սերժը հետ գան, համաձայն եք, որ այդ վախը փոքր-ինչ նվազել է։ Համաձայն եմ, որ իշխանության այդ տեքստը այլևս միանշանակ չի ընկալվում, որովհետև մարդիկ արդեն սկսում են կշռել, թե իսկ ավելի վատնով է, միգուցե սրանք ավելի վատն էին, քան նրանք, բայց ստացվում է, որ դուք դեմ եք ոչ թե որ շահագործվի ամուսարը, այլ որ ճիշտ շահագործվի։ Ես ուզում եմ լսենք մարդկանց ու մասնագետներից, բնապահպանների հետ եմ խոսել, սարսափելի բաներ են պատմում, այլ ես չեմ կարողանում ընկալել, հասկանալ, տեսնել, թե ոնց ու ինչպես հայ հանրությունը չի կարողանում տեսնի, թե ունենք ադրբեջանական ճաղերի ետևում, գործարքի գնացող լիներ չէր հայտնվի ադրբեջանական բանտում։ Մի սենյակում եք, ուրիշ ոչ ոք չկա, կամերա չկա, դուք եք եւ Նիկոլ Փաշինյանը ինչ կհարցնեիք եւ ինչ կասեիք։ Ոնց ես քնում գիշերները, հաշտես քեզ հետ։ Բարև ձեզ, այսօր մեր զրուցակիցն է Մանե Թանդիլյանը, շնորհակալություն Մանե, որ համաձայնել եք գալ եւ պատասխանել իմ հարցերին։ Ես որոշեցի կարդալ ինչ է ձեր մասին գրված Վիկիպեդիայում։ Հայ կուսակցական քաղաքական գործիչ, հաշվապահ, ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր, նախագահ, Արցախի հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ միգրացիոն հարցերի նախկին նախարար, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, Հայաստանի 6-րդ եւ 7-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախկին անդամ եւ այլ եւ այլ։ Այսինքն բավականին հարուստ կենսագրություն է։ Ինչու հաշվապահ, ինձ ամենից շատ ուրախացրեց այս հաշվապահը։ Այո, նախ ես եմ շնորհակալ ես զրույցի հնարավորության համար, որովհետև շատ գնահատելի է, որ անմիջական եւ ուղիղ զրույց կարելի է ունենալ ու բացատրել այդ հետաքրքիր պատմությունը, որովհետև իրականում երբեք ու իմ կյանքի ոչ մի դրվագում չեմ էլ երազել քաղաքական գործիչ դառնալու կամ որևէ պաշտոն ունենալու մասին։ Կան մարդիկ, որ իրենց տեսնում են քաղաքական գործիչ։ Ես այդ մարդկանց թվին չեմ պատկանել եւ առաջին մասնագիտությամբ պատմաբան եմ, երկրորդ մասնագիտությամբ հաշվապահ, փոխել եմ մասնագիտությունս եւ ավարտելով ամերիկյան համալսարանը ամբողջ կյանքում աշխատել եմ ֆինանսիստ հաշվապահ տարբեր կազմակերպություններում եւ ինձ միշտ հետաքրքրել է բիզնեսը, ինձ հետաքրքրել է ինչպես պիտի ներկայացնել քո կազմակերպությունը ֆինանսական տեսանկյունից, ինչ կարդալ կազմակերպության մասին եւ դա ինձ տարբերող մասնագիտություն։ Իսկ կարելի է հնարավոր է ինչ որ մաթեմատիկական բանաձևերով, մաթեմատիկական մոտեցմամբ ինչ որ ձևով վերլուծել եւ կանխատեսել հայաստանյան ներքաղաքական զարգացումները։ Փորձել եք։ Ոչ միայն կարելի է, այլ պետք է։ Ես հաճախ մտածում եմ, որ այն դժբախտությունները, որոնց մենք առերեսվում ենք, մեր քաղաքական գործիչների, շակերտորեն ասած, մաթեմ չիմանալու հետևանք է։ Երբ որ հաշվարկել, այո, ու ցավոք սրտի այդ համատարած չիմացության հետևանք է։ Շատ հազվագյուտ մարդիկ կան, որ գիտեն, եթե դուք հիշեք, մեր առաջին նաև խորհրդարաններում ավելի շատ ֆիզիկներ, մաթեմատիկներ կային եւ մտածողությունն ու վարքագիծը քաղաքական այլ էր։ Հետաքրքիր դիտարկում։ Այո, եւ հիմա ինձ թողներեն իմ բոլորը գործընկերները ավելի շատ մտածողությունը ֆիզիկական, մաթեմատիկական երբ որ չէ, հաշվարկելու կարողությունը նվազում է։ Մենք կարող ենք խոսել, ցուցադրել, բայց դժվարանում ենք հաշվարկելուց։ Իսկ հիմա դուք հաշվարկում եք, ասենք 2026 թվականին ձեր կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին եւ արդյոք ձեր ռազմավարությունը հենց այդ հաշվարկի վրա է հիմնված։ Անպայման ու միշտ ու հաճախ մենք նաև ասում ենք, որ իրականում այս ամիջը զուտ թվաբանություն է, երբ որ ես Երևանի ընտրություններին հաճախ դիմում խնդրում էի հայ ժողովրդին երևանցիներին այս պարագայում մասնակցել ընտրության, որովհետև ձեր չգնալու պարագայում ընտրվում անա ում դուք չեք հավանում, ում պատճառով չեք գնում եւ նրանք ավելի մեծամասնություն են, շատ են ձայն հավաքում դառնալով մեծամասնություն, սա զուտ թվաբանություն էր, ինչը եւ տեղի ունեցավ։ Լրիվ հաշվարկ մաթեմատիկա էր։ Ես զախողեցի դա բացատրել Երևանի հանրությանը ցավոք, որ երբ որ 27% է մասնակցությունը, դրա մեջի 30%-ը փոքրամասնություն է, բայց դառնում է քաղաքի երկրի ղեկավար։ Իսկ ինչ է պետք անել, որ 26-ին նման արդյունք չլինի։ Առաջին հերթին մարդիկ պիտի գնան ընտրությունների, անգամ եթե մաթեմատիկա լավ չեն պատկերացնում, թե ինչու իրենց չգնալը նպաստում է իրենց չընտրածի ընտրվելուն։ Գիտեք, ես առհասարակ կողմնակից եմ ընտրությունները պարտադիր դարձնելու թեզին։ Դա կա տարբեր երկրներում, նաև արևմտյան զարգացած ժողովրդավարություններում, որովհետև երբ որ մենք ընտրություն դիտում ենք բացարձակ որպես իրավունք միայն, նա սկսում է տուժել
անպարտաճանաչության հետևանքով, որովհետև իրավունքը պիտի իրացնել, իսկ երբ որ իրացումը քո կամքով է կամ գոնե չիրացումը չի պատժվում, դու ավելի վատ ես վերաբերվում այդ իրավունքին ու համարում ես այսպես թե տրված իրավունք հա կուզեմ կանեմ, կուզեմ չէ։ Իսկ երբ որ դա արդեն պարտականություն է, դու մեկ այլ վերաբերմունք ես դրսևորում։ Ես կուզենամ, որ դա իսկապես փոխվի։ Ամենևս այս պահին մենք չունենք պարտադիր մասնակցություն ընտրություններին եւ ըստ իրականության, որը ունենք, ըստ այդ իրականության ձեր հաշվարկով ձեր մասնակցությունը 26 թվականին ավելի հաջողված կլինի։ Մենք նորից գալով թվերին ու փաստերին, մենք ունենք հաջողված պատմություններ տարբեր համայնքներում, 18 համայնքում մենք ներկայացված ենք ավականիում, 3 համայնքում իշխանություն ենք, 1 համայնքում համատեղ կառավարում ենք իրականացնում։ Վերջինը փարակար է։ Իսկ մեկ համայնքում էլ համատեղ կառավար, այսինքն սա հաջողված փորձեր են եւ դրանք ձայներ են արձանագրված։ Անկամ այն տեղերում, որտեղ անցողիկ շեմչենք հաղթահարել, ապրելու երկիր կուսակցության արժևում կա թիվ արձանագրված, այսինքն այդքան աջակցություն նվազագույնը ունի կուսակցությունը։ Հետևաբար իհարկե հաշվարկ է եւ սա նաեւ կապիտալ է, քաղաքական կապիտալ, որը մենք պարտավոր ենք լավագույնս իրացնել 26 թվականին։ Տեսեք, Վանե, այս ընտրությունները 26 թվականին երևի նման կլինեն համենայն դեպս այս պահին գոնե այդպես է թվում Գյումրիում տեղի ունեցած ընտրություններին, երբ գնում են ընդդիմադիր տարբեր ուժեր եւ երբ գնում է իշխանությունը եւ արդեն նախորոք հայտնի է, որ ինչ որ կա մի ուժ, որ իշխանությանն է աջակցելու։ Հիմա երբ որ լինեն ընտրությունները 26 թվականին, դուք գնալու եք այդ ընտրություններին եւ նախապես հայտարարելու եք, որ իշխանությունների հետ որևէ կոալիցիա չեք ստեղծելու եւ պատրաստ եք լինելու ստեղծել կոալիցիա մյուս ուժերի հետ ընդդիմադիր, այսինքն նախկինների հետ։ Ինչպես ասենք Հայաստանում են ասում, դուք սրա հետ կապված ինչ որ արդեն ռազմավարություն մշակել եք, քաղաքականություն մշակել եք, մոտեցում ունեք, կպատմեք։ Գիտեք, իրականում Գյումրիի սցենարը դա այո կարող է արտացոլվել 26 թվականի ընտրություններին համապետական մակարդակում։ Ինչ կատարվեց Գյումրիում։ Առաջին հերթին մարդիկ գնացին ընտրության, աննախադեպ մասնակցություններ։ Սա հնարավորություն տվեց անցնեն ուժերի, ովքեր առնվազն առերևույթ իշխանական չեն։ Մի բան էլ ավելին, չանցան ուժեր, որոնք պոտենցիալում կարող էին համագործակցել իշխանության հետ, դա էլ տեղի չունեցավ, նորից մասնակցության շնորհիվ մարդիկ ընդդիմադիր ձայն բարձրացրեցին։ Հիմա հարց է առաջանում, բայց ընտրեցին սրան, նրան մեկը դժգոհա, մյուսը գոհա։ Մի բան փաստ է, արտացոլել է մարդկանց ցանկությունը։ Հիմա ես ով եմ հաշվի չնստեմ այդ ցանկության հետ, լինելով ընդդիմադիր։ Եթե ես ուզում եմ իշխանությունը չվերարտադրվի, իսկ ես դա ուզում եմ ու պատրաստ եմ դրա համար գին վճարել, գին։ Իսկ այս դեպքում գինը միգուցե համագործակցության անդիմադի ուժերի հետ համագործակցության ֆորմատի մասին մտածելն է, ինչպիսի ֆորմատով, որովհետև նույն Գյումրիում հետարքիր ֆորմատ է, որ ընտրել են, բայց կոալիցիոն կառավարություն չեն ձևավորել։ Ազգային ժողովի ընտրությունները։ Այսինքն կարող ենք արդեն դիտարկել որպես հայտարարություն, ձեր կուսակցության հայտարարությունը, որ 26 թվականի ընտրություններին մենք կգնանք եւ կունենենք ընդդիմադիր մասնակցություն եւ հետո մեր ձայները հաստատ կտանք այն ընդդիմադիր ուժին, ով ավելի շատ ձայն կհավաքի կամ միասնական։ Սա հայտարարություն է այն մասին, որ որևէ կերպ իշխանություններին թույլ չենք տալու վերարտադրվի, մեզնից կախված անելով ամեն բան, ինչպես արել ենք բոլոր 18 համայնքներում։ Սա ամենակարևոր հայտարարությունն է։ Երկրորդը ազգային ժողովում կոալիցիան անհրաժեշտ ընտրություններից հետո պիտի ձևավորվի, որովհետև եթե կոալիցիոն կառավարություն այն չի կարող կրկնել թիմի մոդելը։ Ազգային ժողովի ընտրությունները մի փոքր այլ են։ Դու պարտավոր ես կոալիցիոն կառավարություն ձևավորել 50+ ունենալ, որպեսզի կարողանաս հայտ ներկայացնել իշխանության։ Հետևաբար ինչ որ ֆորմատ պիտի լինի կոալիցիոն։ Դուք համաձայն եք այդ ֆորմատով։ Եվ ինչպիսին կլինի, պիտի ժողովուրդը որոշի։ Այո, ֆորմատին այն առումով եմ համաձայն, որ ԿՊ-ն չպիտի վերարտադրվի։ Մանե, այսպեսի մի հարց։ Փորձագետներից շատերը նկատում են, որ նաև Գյումրիի ընտրությունները, Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը այլևս չունի այդ փայտիկը կախարդական, որ նախկիներով այլևս չի կարող մարդկանց վախացնել կամ գոնե վախացնելուց քչերն են վախենում, հա, այսինքն իշխանության կողմնակիցների, այն կողմնակիցների թիվը, ովքեր ասում են, բա եթե իշխանությունը չլինի Քոչարյանն ու Սերժը հետ գան, համաձայն եք, որ այդ վախը փոքր ինչ նվազել է։
Համաձայն եմ, որ իշխանության այդ տեքստը այլևս միանշանակ չի ընկալվում, որովհետև մարդիկ արդեն սկսում են կշռել, թե իսկ ավելի վատնով է, միգուցե սրանք ավելի վատն էին, քան նրանք, բայց համաձայն չեմ, որ մարդիկ ուզում են նախկին բարքերի վերադարձ, որովհետև նախկին բարքերի մասին չի խոսքը։ Այո, երբ ասում ենք նախկին բարքը նկատի ունենք նայ։ Կարող ենք ասել մանե, որ մեր ճգնաժամն այսօր այնքան խորն է Հայաստանի ճգնաժամը եւ անվտանգային եւ տնտեսական եւ քաղաքական առումներով, որ քաղաքական ուժերը, նույնիսկ այն ուժերը, որ նախկինում ասում են մենք ոչ նախկին ենք, ոչ Փաշինյանական ենք, մենք երրորդ ուժն ենք, կարող են արդեն գնալ համագործակցությամբ այն ուժերի հետ, որոնց հետ համագործակցությունը նախկինում հնարավոր չէր պատկերացնել, կամ իրենք շղթում էին, կամ իրենք հենց նրանց չընդունելու կոչով էին ինչ որ ձայներ ստանում ընտրություններին, ասում էին ձեզ երրորդ ուժ է պետք, մենք երրորդ ուժն ենք։ 26 թվականին որը մեկը չի հավաքի 50+ չափի ձայն եւ հետեւաբար կառավարությունը, որը պիտի ձևավորվի, լինելու է կոալիցիոն այնուամենայնիվ, ուզեն թե չուզեն։ Եվ այստեղ զսպող հանգամանքները շատ են լինելու։ Հետևաբար կառավարությունը, երբ որ բաղկացած է ուժերից, որոնք նաև որոշ դեպքերում ընդդիմախոս են մեկը մյուսին եւ կարող են մեկը մյուսին վերահսկել, սա ավելի որակյալ կառավարություն է լինելու։ Ամեն դեպքում դա այդպես կլինի։ Հուսանք, որ որը մեկը 50 գումարը չի ավայքի։ Ինչու եմ ասում հուսանք, որովհետեւ հենց փոխզսպող մեխանիզմները այս դեպքում կառաջանան։ Իսկ Հայաստանին այսօր պետք է այդ փոխզսպող մեխանիզմները, որովհետեւ իշխանության տիրապետողը միանձնյա։ Դուք պատրաստ եք լինելու նախընտրական այդ շրջանում, օրինակ, կարող եք պատկերացնել, որ դուք ասեք, այո, ես համաձայն եմ համագործակցել Ռոբերտ Քոչարյանի կուսակցության։ Ես պատրաստ եմ լինելու ասել, որ ժողովուրդ ջան, գնացեք ընտրության, մի ընտրեք ԿՊ, ընտրեք ում ուզում եք ընդդիմադիր ձայներից եւ թող ձեր ընտրությունը որոշի ով է այն առաջատար ուժը, ում դուք կարգել եք որպես ավելի շատ ձայնով մեկը ուժը, ով կարող է եւ պիտի իրականացնի այդ փոփոխությունը։ Ամենակարևոր հարցերը ես թողել եմ վերջի մասի համար։ Հիմա հաջորդ հարցս դուք շուրջ 5 ամիս կարծեմ աշխատել եք Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարությունում այդ հեղափոխությունից հետո։ Կարող եք ասել, այն ժամանակ արդեն գիտեիք, որ ինչ որ մի բան այն չի այս մարդու եւ իր ղեկավար իր քաղաքականության հետ, իր չգիտեմ ղեկավարման ձևի հետ, թե ժամանակ մտածում եք, որ ամեն ինչ նորմալ է։ Հիմա արդեն իհարկե ուշ է դա ասել ու դա փորձել բացատրել հանրությանը, բայց ոչ միայն այդ ժամանակ գիտեի, ես գիտեի դա նաև ելքի ժամանակ, երբ որ մենք խմբակցություն էինք եւ գործընկերներ, ես գիտեմ իմ գործընկերոջ առավելություններն ու թերությունները եւ ես գիտեմ նա կարող է արդյոք լավ վարչապետ լինել, թե չի կարող է լավ աշխատել, թե չի կարող։ Եվ այդ ամենը, այո, ես իմացել եմ իրենց մասին եւ իմ դժբախտությունն ու ցավը ավելի շատ այդտեղից էր, որ մարդիկ չգիտեն ում հետևից էին գնում։ Իսկ ինչու սկզբունքային չգտնվեցիք եւ չհրաժարվեցիք։ Եթե դուք հիշեք, նախ հիշեք 18 թվականի ժամանակաշրջանը, երբ որ կառավարությունը ձևավորվում էր, դուք երևի հիշում եք, որ դա համերաշխության, համազգային համերաշխության կառավարություն էր։ Դա իշխանություն էր, ով ազատագրել էր ժողովրդին նախկին բարիքներից, ինչի մեջ ես կրկնում եմ, ես այդ երևույթի հետ համաձայն եմ, բայց համաձայն չեմ, որ դրա փոխարեն պիտի գան ապիկար, անգրագետ կառավարիչներ, ովքեր դրանով հանդերձ կան անգամ չունեն լսելու ավելի մասնագիտացված մարդկանց կամ նրանց, ովքեր ասելիք եւ փորձ ունեն։ Ահա այսպիսի կառավարություն է ու նրանք խոստովանել են դա վերջերս։ Իրենք 7 տարի առաջին դասարանում մնացողներ են։ Ես սա այնքան համաձայն, շատ հազվագյուտ դեպքերով եմ համաձայնվում իրենց հետ, բայց փառահեղ նկարագրել է իրենց կառավարման տեսակը։ Եվ դա շարունակվելու է։ Այդ կառավարություն համաձայնել եք ստանձնել նախարարի պաշտոնը, որովհետև կար քաղաքական որոշում։ Որովհետև այդ ժամանակ Հայաստանում համերաշխության կառավարություն էր։ Դուք հիշեք, որ այդ կառավարության մեջ էր նաև ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, Հանրապետությունը, Լուսավորը եւ ԿՊ-ն։ Այս 5 խմբակցությունները, ուժերը եղել են ազգային ժողովում ներկայացված ուժեր, եւ այդ ամբողջ կառավարությունը բաղկացած է եղել հենց այս 5 ուժերից, ընդ որում Լուսավոր Հայաստան, որի անդամ ես այդ ժամանակ մեկ պորտֆել ուներ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար եւ իդեպ սա էլ պիտի ասեմ երևի ուշ է, բայց թող մարդիկ իմանան ես չեմ ուզեցել պաշտոնը ստանձնել եւ հարցրել եմ Նիկոլ Փաշինյանին եթե ես չլինեմ ես հրաժարվեմ այդ պաշտոնից այս կուսակցությունից մեկ ուրիշը կարող է ստանձնել այսինքն պորտֆելը կուսակցությանն է թե անձինը նա ասաց որ ոչ
Եվ իմ հրաժարումով ստացվել էր, որ այդ ժամանակվա մեկ խմբակցություն, մեկ քաղաքական ուժ չի միանում այդ համատարած ուրախությանը ժողովրդի, որովհետև մարդկանց թվում էր, թե մի լավ բան է պատահել։ Այսինքն որոշ առումով ձեր խեղճի հետ գնացել եք ինչ-որ գործարքի, հանուն քաղաքական։ Գիտեք, գործարքի ժողովրդի այդ քաղաքական չէ, բացարձակ զուտ ժողովրդի սպասումները արդարացնելու։ Ես 6 ամիս գիշեր-ցերեկ չեմ քնել, փորձելով լավագույնը մատուցել մեր ժողովրդին, որովհետև այն հույսը, որ ժողովուրդը կապում էր այդ կառավարության հետ, չտեսնված բարձր։ Իսկ կար ինչ-որ մի պահ այդ ամիսների ընթացքում, երբ հասկացաք վերջ, սա վերջն է, որ երբ հասկացաք, որ այս մարդը տապանելու է ամեն ինչ։ Երբ որ նա առաջին անգամ հակառակ գնաց իր ելույթներին, իր խոսքին, իր որոշումներին կൂട്ടակայինի դեմ, երբ որ ես անգամ չէի հարցրել վարչապետին, որովհետև մտածում եմ, որ միասին պայքարել ենք կൂട്ടակային համակարգի դեմ, հետո հարցնելու բան չկա, որ պիտի հետաձգենք, հետո որոշենք համակարգը փոխել։ Եվ ես առանց քննարկելու նույնիսկ խորհրդակցելու հետաձգման նախագիծ էի տարել, իսկ ինձ կանչեցին ասցինովա քեզ ասել, որ պիտի հետաձգվի կամ չպիտի կիրառվի։ Ես հետո հասկացա, որ ես գործ ունեմ մի մարդու հետ, որ բոլոր թերություններով հանդերձ նաև կարող է սուտ խոսել, սուտ բաներ ասել, որին ինքն էլ չի հավատում, հետո անել ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը նաև փոխել է իր կարծիքը Ամուլսարի հարցում։ Այո, եւ ոչ միայն բազմաթիվ կարմիր գծեր, արագաչափեր, գիտեք, այդտեղ էր պոպուլիզմի, այսպես ցայտաղբյուրը։ Մի քիչ այդ ամենանիվ եկեք Ամուլսարի շուրջ մի քիչ խոսենք, որովհետեւ բացատրեմ ինչ եմ ես ուզում ասել։ Եթե մենք այցելում ենք Սյունիք, օրինակ Կափան, Քաջարան եւ այլ, հա, մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր հաստատ կպած են իրենց հողին, որտեղ ունեն աշխատանք, ունեն նորմալ աշխատավարձ եւ նորմալ կրթություն, նորմալ, չգիտեմ, տարբերվում է, ասենք, Կափանում, Քաջարանում մարդկանց կյանքը շատ առաջին հենց հայացքից արդեն դա զգացվում է, էլի զգալիորեն տարբերվում է մյուս մարզերում մարդկանց կյանքից, որովհետեւ այնտեղ չկան աշխատավարձեր բարձր, չկան ինչ-որ մեծ գործարաններ։ Իսկ եթե Ամուլսարը աշխատեր հիմա, անցել են տարիներ, արդյոք չեք մտածում, որ գուցե պետք էր պայքարեր, որ Ամուլսարը լիներ միջազգային նորմերին համապատասխան հանք։ Որովհետև հիմա տեսեք Փաշինյանն ասում է, այո, պետք է ինչ-որ իրենք փորձում են, չէ՞, որ Ամուլսարը այդ ամենանից սկսի գործելը, որովհետև հսկայական բարձրացել են ոսկու գները շուկաներում եւ տնտեսությունը լուրջ վնասներ է կրում, որ չի գործում Ամուլսարը։ Գիտեք, այն բնապահպանական խնդիրները, որ առաջացնում է Ամուլսարը եւ այդ հաշվետվությունները, որոնք այդ ժամանակ նաեւ ներկայացվեցին դրա հետ կապված, շատ խորը կասկածների տեղիք էր թողնում։ Եվ այս առումով եւ բնության վտանգելը, եւ ջրի վտանգելը, եւ մարդկանց առողջության վտանգելը առաջնային պիտի լինի։ Եվ եթե դուք ասում եք օրինակ ներդնեն այնպիսի մեխանիզմներ, որոնք պետքներ դնեին, ինչն էր խանգարում եւ հիմա էլ այդ հաշվետվությունները ցավոք սրտի, երբ որ ընթերցում ես, տեսնում ես, որ հակասող կարծիքներ կա, վերաբերմունք կա, այդ ամբողջությամբ չի բացահայտվել, թե որքանով է դա անվտանգ ու անվնաս։ Որ դեմ եք ոչ թե որ շահագործվի Ամուլսարը, այլ որ ճիշտ շահագործվի։ Ես ուզում եմ լսենք մարդկանց ու մասնագետներից, բնապահպանների հետ եմ խոսել, սարսափելի բաներ են պատմում։ Մասնագետ բնապահպաններ։ Իսկ դա կարելի է մի անգամ ընդունել իրենք ինչ են։ Դրա համար եմ ասում տարբեր մարդկանց հետ եմ խոսել, որովհետև այո, կարող ես մեկի կարծիք համարել սուբյեկտիվ, մասնագետ չեմ ու ես պարտավոր եմ լսել մասնագետների։ Եվ այն հիմնավորումները, որոնք բերում են փաստարկները, ստուգում ես, տեսնում ես, որ այդպիսի բան կա։ Հետևաբար վտանգը, որ իր հետ ես ապրել եմ մի քաղաքում, որտեղ գործարան է գործել, պղնձա մոլիբդենային, եւ ես չեմ կարող մոռանալ այն ծուխը, որ գործարանը արտանետում էր օդ եւ մենք սև անձրևներ էինք ունենում եւ այդ օդը շնչում էինք, այդպես ապրում էինք։ Դա մի խայտարակ բնապահպանական Ալավերդի մասին խոսքը, դադարեց աշխատել, այդ քաղաքը վերածվեց։ Ճիշտ է։ Այսինքն ինչ է ստացվում, եթե մենք բնությունը չենք այլանդակում, ուրեմն մենք շանս չունենք ապրելու։ Միգուցե լուծումները այդտեղ են։ Լուծումը հենց մեջտեղում է, օրինակ ես դες օրինակը բերեմ Չիլի, Լատինական Ամերիկայի ամենազարգացած երկիրն է, Ուրուգվայի հետ միասին կիսում են այդ առաջին հորիզոնականը 10% հնայի բղենձի հանքերն են բերում։ Շատ փառայեղ միտք ասեցիք, իսկ միգուցե գաղտնիքը մեջտեղում է։ Այո, մեջտեղում է։
գաղտնիքը մեջտեղում է, բայց որևէ իշխանություն չի անում այնինչ պիտի անի, որպեսզի ապահովի, այսինքն առաջնահերթություն չի դնում ժողովրդի անվտանգությունը, սոցիալական, առողջապահական անվտանգությունը, բնության անվտանգությունը, որից հետո նոր մարդիկ կվստահեն, որ անվտանգ է, եկեք նստենք, համայնքը երբ որ բան է ասում, խնդիր է բարձրացնում, իշխանությունը պիտի լսի, որտեղ այդտեղ ապրող ազդագիր համայնքներ կան, ովքեր որ նրանք են ապրում այդտեղ, նրանք են այդ օդը շնչելու, այդ ջուրը խմելու, եթե դու իրենց հետ չես խոսում եւ չես երաշխավորում, վստահեցնում, որ դու դրել ես ամեն բան, որ այդ վտանգը չլինի, ու դու կամ կորցրել ես այդ վստահությունը, դա ճիշտ է, դու չես կարողանում տեղ հասցնել, կամ այդպես չի։ Երկուսն էլ վատ է։ Հասարակության կարծիքը մի քիչ փոփոխական է ու շատ մեծ ազդեցության տակ է գտնվում, այսինքն մարդիկ իրենց դրա համար պիտի լինես հիմնավոր, ավելի ճիշտ չի, այս նմանատիպ հարցերում, ինչպես ամուսարի հարցը, ինչ-որ մի մասնագիտական իսկապես խորհուրդ ստեղծել մասնագետների կարծիքը լսել։ Այո, ես դրա համար եմ ասում մասնագետների կարծիքը։ Մենք կորցնում ենք, ասենք հասկանալի է, չէ՞, որ հիմա գնում ենք ջերմուկ ու մի պահ պատկերացնենք, որ գործում արդեն համալսար է, ինչ վիճակում կլինեին այդ համայնքները։ Եվ ինչ վիճակում ինչ է կորցրել մեր տնտեսությունը։ Հարուստ չէր Ալավերդին, երբ որ գործաներ գործում, չնայած այդ ժամանակի համեմատ կարող ենք ասել այլ ժամանակներ էին, բայց ուզում եմ ասել, որ դա միակ ճանապարհը չի նախ լավ հարուստ համայնք ունենալու եւ ամենևին երաշխավորված չէր, որ եթե համալսարը գործի համայնքը արստանալու։ Դա երաշխավորված ծրագրերից կամ նախագծերից մենք ուրիշ չունենք։ Իհարկե լավ կլիներ, որ լիներ լավ կլիներ, բայց տեսեք, ջերմուկը ինքը նաև տուրիստական գոտի է, որևէ ձևով դա հաշվի չեն առել, որովհետև այդտեղ եթե հանկարծ սկսի բնությունը խաթարվել, այդտեղ տուրիզմը կդադարի, կնվազի։ Անցնենք մյուս թեմային, մանե, տեսեք, ես թողեցի մեր ամենակարևոր զրույցը վերջի համար, վերջին այս հատվածի համար, եւ իհարկե մենք խոսել ենք Ռուբեն Վարդանյանից։ Նախ ուզում եմ հարցնել հավանաբար կապի մեջ եք ընտանիքի հետ, ինչ են ասում ընտանիքի անդամները, ինչ վիճակում է այսօր Ռուբեն Վարդանյանը։ Նոր բան առանձնապես ասելու չունեմ, նորություն, այնինչ տեսնում ենք դա է, իրենք էլ գիտեք, շաբաթը մեկ անգամ լավագույն դեպքում են շփվում, հացադուլ չի անում, դա գիտենք եւ այո, գիտենք, որ այսպես վերականգնման փուլում է, որովհետեւ նրա առողջությունը ավելի վատթար վիճակում է, քան որևէ մեկ այլ մարդու գտնվող սովորական հացադուլի մեջ, դա էլ ենք հասկանում, փորձում է պայքարել, ասում ենք, տեսնում ենք, որ եզակի պայքարի կամք է դրսևորում նա ադրբեջանական բանտում, ինչը ուղղակի զարմանալի։ Ինձ համար հասկանալի եւ իմ ճանաչած Ռուբենն է, բայց մեր հանրությունը հուսով եմ տեսնում է, թե ով է գտնվում այնտեղ։ Դա իսկապես լուրջ ազդեցություն է ունեցել իր հացադուլը, որովհետեւ իմ օրինակով պատմեմ, որ շատ խիստ զարմացա, երբ Նովայա գազետայի զանգեցին ու խնդրեցին Ռուբեն Վարդանյանի համար մեծ հոդված գրել։ Այս մինչև վերջին պահը համոզված չէ, որ այդ հոդվածը առանց որևէ կրճատման նման հոդված կհրապարակի Նովայա գազետան։ Ու այս հասկացա, որ դա Ռուբեն Վարդանյանի հացադուլի շնորհիվ է, իհարկե մենք բոլորս աղոթում ենք, որ նա դուրս գար այդ հացադուլից, դադարեր հացադուլը, եւ ես հիշում եմ նաեւ ձեր պատկերը, մանե, ես հիշում եմ Անձրևոտ Երևան, Ազատության հրապարակ եւ միայնակին, որ հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի։ Շատ տպավորված էի ու հասկացա, որ երևի նման քայլի գնալու համար ուժեր պետք ոչ միայն ֆիզիկական առողջության մասով, այլ նաեւ ես գիտեմ, հավանաբար համոզված եմ, որ դուք կարդացել եք այն ամենը, ինչ գրում էին, երբ որ դուք հացադուլ եք անում։ Ինչ եք զգում այդ բանին։ Ես մի րոպե անգամ չեմ մտածել այդ որոշումը կայացնելից, ու արել ենք դա երեկոյան իմ ընկերների հետ շաբաթ երեկո, մենք ասում են, իսկ միգուցե երկու շաբթի, տենց ասում եմ, այլևս չեմ կարող սա տեսնել, եւ եթե պիտի այդ ճիչը արտաբերվի, ուրեմն այն պիտի լինի բարձր, որ ուշադրություն գրավի իրավիճակին, եւ Ռուբենը դա արել էր որպես ճիչ, թե ինչա կատարվում ադրբեջանական բանտում։ Ռուբեն իմ ավագ ընկերն է, եւ ես խորը ցավ ունեմ, ոչ թե այն, որ ինքն իմ ավագ ընկերն է, միայն դրա համար, այլ ես չեմ կարողանում ընկալել, հասկանալ, տեսնել, թե ոնց ու ինչպես հայ հանրությունը չի կարողանում տեսնի, թե ում ունենք ադրբեջանական ճաղերի ետևում, ինչպես չեն կարողանում հասկանալ, որ այսօր այդպիսի հայորդին է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը։ Իմ մեջ խոսում էր նաև մարդը, ով
կորցնում է մի կարևոր իր հայորդուն, որի նմանը երկրորդը կարող է եւ չունենք։ Ես հիշեցի, երբ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել էին, ես իմ տղայիս, ով մոսկվացի է, այնտեղ է մեծացել 5 տարեկանից եւ եկել էր Հայաստան ու այդ օրերին, երբ Արցախի հայաթափությունն էր, որոշել էր գնալ Գորիս օգնելու մարդկանց փախստականներին եւ մեքենայի մեջ էր ճանապարհին Գորիսի եւ ինձ բան գրեց, հաղորդագրություն գրեց, ասեց մամ լուր եկա, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են եւ մեքենայի մեջի երթուղային տաքսի պես ինչ որ մեքենա էր, երևի մի 8 հոգի նստած, մեծ մասը ուրախացավ։ Երևի ես չգիտեմ դա ապշելու բան էր, էլի, այսինքն ոնց կարող է հայը ուրախանալ, որ ադրբեջանցիները ձերբակալել են մեկ ուրիշ հայի։ Ես պիտի խղճամ այդ մարդկանց, անկեղծ եմ ասում, իրենք ծանր վիճակում են, շատ ավելի ծանր, քան մենք կարող ենք իրենց ընդհանրապես հասկանալ։ Դրա համար, քանի որ ի վիճակի չեմ հասկանալու, կարող եմ զուտ խղճալ, որովհետև դա նշանակում է ինչպիսին են իրանք, ինչպիսի կյանքով են ապրել, ինչպիսի աշխարհընկալում ունեն։ Դուք պատկերացնում եք ինչ տեսակի մասին ենք խոսում։ Այո, ես պատկերացնում եմ։ Ու դրա համար ես ցավում եմ նաև մեր պետության համար, որ մենք կարող ենք նման հասարակության կրող լինել։ Մենք դա էլ պիտի փոխենք։ Մի հարց էլ ման է, այս օրերին, հատկապես այն օրերին, երբ Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել, շատերից է լսում եւ ոչ միայն մարդկանցից, ովքեր չունեն լուրջ կրթություն կամ չգիտեն կրթական ցես չունեն, հա, որ ասես, օքեյ, այս մարդը կարելի է ենթադրել, որ չի հասկանում։ Բավականին լուրջ մարդկանցից եմ լսել, որ լավ, իսկ ինչպես բացատրել, որ Ռուբեն Վարդանյանը նման աուդիո ձայնագրություններ է փոխանցում, ինչպես հասկանալ դա, ինչ որ բաների մեջ էին, ես դեպի այդ մասին նաև իմ հոդվածում գրել է, ինչպես հասկանալ ու հոգնում էր մարդկանց բացատրել։ Այ ուզում եմ, որ դուք որպես ընտանիքի մոտ մարդ մի հատ պատմեք, ինչպես են այդ աուդիո ձայնագրությունները տեղի ունեցել։ Նա ինչպես բոլոր մնացած 23 գերիները շաբաթը մեկ անգամ ունի հնարավորություն խոսելու ընտանիքի հետ։ Ամեն մեկը իրավունք ունի ընտրելու ինչպես է օգտագործում այդ զրույցի ժամանակը։ Նա ընտրում է հաղորդագրություններ փոխանցելով, երբ որ իր ընտանիքը ձայնագրում է իր փոխանցած հաղորդագրությունը։ Ինքը խոսում է, ընտանիքը ձայնագրում։ Սա տեղերում հենց այս միջոցով։ Բայց ինչ որ ժամանակի խնդիր կա, ասենք 3 րոպե են տալիս թե ինչ։ Չէ, ժամանակը չեմ կարող ասել յուրաքանչյուր ինչքան է խոսում, բայց ես համոզված եմ, որ դա հենց այդ ժամանակի մեջ է տեղավորվում, որովհետև կարող է հաջորդ, գիտեք, որ նաև բարբերաբար չէ, մի հատ էլ է խոսում, նորից են ձայնագրում եւ բարբերաբար են դա նաև մատուցում։ Ես գիտեմ, որ բոլոր 23-ն էլ եւ դա ասել է նաև գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Հակոբյանը, բոլորը նույն չափի ժամանակ ունեն օգտագործելու։ Եվ ուզում եմ ավելացնել, երբ որ Դավիթ Բաբայանը նույնպես հաղորդագրություն թողեց, ես շատ հույս ունեմ, որ մարդիկ հասկացան։ Նա այդ անգամ նույնպես ընտրեց ասել մի բան, որը սովորական կենցաղային իրեն զրույցը չի, յուրաքանչյուրն իր իրավունք։ Դուք հավատում եք, որ Ռուբեն Վարդանյանը դուրս կգա Բաքվի բանդից։ Ես այդ հույսով ապրում եմ։ Դուք այդ հույսով ապրում եք։ Ունեք տեղեկություն, համոզված եմ, որ հավանաբար Ռուբենին մի շարք գործարքներ առաջարկել են, ու նա չի գնացել այդ գործարքների։ Գործարքի գնացող լիներ չէր հայտնվի ադրբեջանական բանդում։ Իսկ դուք նաև Ռուբենի հետ Արցախում եք, ճիշտ եմ հասկանում, որոշ ժամանակաշրջան։ Այո, ես իր հետ չեմ աշխատել, չէ, ես եկա իմ գալուց հետո է նա գնացել եւ աշխատել որպես պետնախարար, բայց մենք բնականաբար անդադ կապ ունեինք իհարկե։ Ինչը չստացվեց Ռուբեն Վարդանյանի մոտ եւ ինչու կատարվեց այն, ինչ կատարվեց։ Արդյոք նաեւ Արցախի այն ժամանակվա նրանախագահն էր դրանում մեղավոր։ Ես անընդհատ ուզում եմ հասկանալ, եթե լիներ ոչ թե Արայիկ Հարությունյան, այլ մեկ ուրիշ, ես գիտեմ նաեւ, որ հնարավոր չէր նրան փոխել, որտեվ նոր ընտրությունները խնդիրներ կառաջացնեին բանակցություններում եւ միջազգային գործընկերների մոտ, բայց եթե պատկերացնենք, որ ասենք 20 թվականին Արայիկ Հարությունյանը չէր Արցախի նախագահ, այլ մեկ
ուրիշ մարդ կարող էին իրադարձությունները այլ ձև զարգանալ, թե միևնույն է եւ պատերազմը այդպես տանուլ կտայինք եւ կապիտուլյացիան կլիներ եւ Արցախի հայաթափությունը։ Արայիկ Հարությունյանը նույնպես գտնվում է ադրբեջանական բանտում եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի արտահայտել կարծիքներ, որ կարող է երկիմաստության կամ մեկնաբանության տեղիք տալ, բայց եթե գործ ունենանք փաստերի հետ 3 ամիս աշխատելուց հետո Ռուբեն Վարդանյանը ազատվեց այդ պաշտոնից ոչ իր սեփական դիմումի համաձայն, այլ նախագահի հրամանով։ Ինչ հանգամանքներում, ինչ պատճառով, մենք դեռ այդ մասին կզրուցենք։ Պահանջել էր Բաքու։ Հետևաբար կատարելու էր մի պահանջ, համաձայն որի նա դա իրականացրել էր, բայց եթե չաներ ինչ կլիներ, չէ, արեց ինչ եղավ, վատ չեղավ, հետևաբար եթե չաներ ավելի վատ կլիներ, իսկ ավելի վատը որն էր։ Որտեղ է թաղված հայաստանցիների մի մասի, բնականաբար, ու ես 100% համոզված եմ շատ փոքր մասի ատելությունը արցախցիների նկատմամբ։ Մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ ատելությունից ուղիղ պիտի ասեմ Ռոբերտ Քոչարյան, նաև Սերժ Սարգսյանի առնչությունը եւ մարդիկ սովորություն ունեն տարածելու մեկի վարքագիծը, տարածելու մնացած բոլորի վրա, ով շատ թե քիչ այլ հանգամանքներում կամ նույն ծրնդավայրով նույնական են։ Մենք դա հաճախ ենք անում բոլորս, եթե նկատենք բոլորը, տեսեք, հիմա ես էլ դա արեցի։ Բոլորս չենք անում, ինչ որ մարդիկ անում են։ Եվ այդ բոլորին դարձնելու նույն մի բան, որը մեկին է բնորոշ, մենք անընդհատ դա անում ենք։ Հետևաբար նաև գիտեք խոսքներ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այն ղեկավարների հանդեպ, ովքեր Ղարաբաղից են, միգուցե մի պաշտոնյա նույնպես եղել է, այլ անուններ չեմ ուզի տամ, խոսենք երկու մարդու մասին, ով հիմնական թիմի քաղաքականությունը դրան չի նպաստում, Փաշինյանական պրոպագանդա։ Իհարկե, բայց նկատի ունեմ, եթե մենք դա առանձին թեմա է, բայց երբ որ մարդիկ բնականից այսպես բան ունեն, ինչ որ հակակրանք, ինչ առումով, որովհետև չեն սիրում այդ նախագահներին ու ահա սա են լցնում վրան այսպես յուղ են լցնում այսօրվա իշխանությունները, որովհետև այդ բանը մի փոքր կա, դե Ղարաբաղը հայերի հաշվին է ապրել, այս ագիտացիան միշտ եղել է եւ այս ագիտացիայի վրա նաեւ հիմա նպաստում է իշխանությունը, անխոս որ դա իրենց գործունեության մեծ մասն է կազմում այսօր, բայց ես համոզմունք ունեմ, որ դա ընդամենը նույն Facebook-յան ֆեյքային տիրույթում է, հայ ժողովուրդը այդպես չի վերաբերվում Արցախի իր քույրերին, եղբայրներին։ Ես տեսել եմ նրանց վերաբերմունքը, ես տեսել եմ արցախցիների վերաբերմունքը ինձ կամ ինձ երբ որ անդադ հարցնում էին ինչպես են, ոնց են, ինչպես են դիմանում, բայց սրտացավություն չէր։ Իհարկե սրտացավությունը ուղղակի միշտ վատն է ավելի շատ երևում, քան լավը։ Ես համոզված եմ հայ ժողովրդի մեծամասնությունը այդպես չի վերաբերվում։ Մաշտոցի պողոտայի վրա մի կին նուռ էր վաճառում 23 թվականն էր, երբ Արցախը շրջափակման մեջ էր, բայց դեռ հայերն է, մերն էր Արցախը։ Նուռ գնելիս այս կինն ասում է համովա, Ղարաբաղից է, գնեք։ Ասում դե եթե Ղարաբաղից է, չեմ էլ հարցնում համովա թե չէ, գնում եմ։ Ասեց գիտեք, ասում է ինչքան բերել եմ վաճառվել է, մի հատ չի մնացել, որտեղ բոլորը ձեր նման պատասխան են։ Տեսնում եք։ Իսկ քանի հոգի են այլ բան անում։ Ես ուզում եմ մենք իմանանք, չափորոշիչը նրանք չեն, չափորոշիչը ամեն մեկս մենք ենք։ Հետաքրքիր մեր զրույցը վերջացնեմ, պատկերացրեք, որ դուք Հայաստանի նախագահ վարչապետն եք, առաջին 5 հրամանները որոնք կլինեին։ Առաջին 5 հրամանները կլինեին վերանայելու վատագույն այն օրենքները, հրամանները, որ նախորդ իշխանությունը տվել էր, տարբեր են, սկսած վերանայելու արտաքին քաղաքականությունը եւ ինչ ուղղություն է որդեգրել Արցախայության եւ Արցախի խնդրի նկատմամբ, իսկ բոլորից գիտենք ինչպիսին է, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության աշխատանքները, թե որտեղ է եւ ինչպես են անում, ինչ են անում։ Ես հիմա տարբեր բաներ գիտեմ, չեմ ուզում բացահայտել, բայց այն խայտարակությունները, որ տեղի ունեն, պիտի դադարեցվի եւ շատ հրամաններ ու օրենքներ կա, որ զուտ պետքա այսպես հետ ողորմի արվի, հաշվի առնելով թե դրանց հետևանքներն ինչպիսին են։ Արտաքին քաղաքականություն, անվտանգ պաշտպանություն եւ ակնհայտ է, որ նաեւ տարածքային կառավարման խնդիրներ կա մեր երկրում։
որովհետև այն կառուցվածքը, որով հիմա ղեկավարվում է մեր պետությունը, չի համապատասխանում մարտահրավերներին, սա իհարկե երկար զրույց է, բայց մենք շատ ենք քննարկում, դրա համար էի դա ուզում ասել։ Նաև ներքին անվտանգության, ներքին գործերի նախարարության գործառույթը եւ վարքագիծը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտահայտված մարդու իրավունքների ազատության մասով խայտառակ վիճակի է արդեն վաղուց հիմնական այդ ոլորտներն են, դե տնտեսության մասին չեմ խոսում, պիտի տնտեսությունը մենք հիմա գիտեք պարտքերի 7 միլիարդ 12 ենք սարքել, մեր պարտքերը շատ են խորացել, մենք պիտի տնտեսական մոդելը վերանայենք անպայման։ Եթե հնարավորություն ունենայիք մի հարց տալ Նիկոլ Փաշինյանին, ոչ հրապարակավ, մի սենյակում եք, ուրիշ ոչ ոք չկա, կամերա չկա, դուք եք եւ Նիկոլ Փաշինյանը ինչ կհարցնեիք եւ ինչ կասեիք։ Ոնց ես քնում գիշերները հաշտես քեզ հետ։ Շնորհակալություն Մանե Թանդիլյաններ այսօրի իմ հյուրը։ Շնորհակալություն։